Բաքուն ու Անկարան ավելի են մոտեցել հնարավոր ագրեսիաներին միասնական դիմակայելուն։ Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը, որը ստորագրվել էր այս տարի հուլիսին։ Այդ հուշագրով երկու երկրները պարտավորվում են ռազմական օգնություն ցուցաբերել միմյանց զինված ագրեսիաների դեպքում։ Սա երկու պետությունների սովորական համագործակցություն չէ։ Հարավային Կովկասում եւ դրա շուրջ բոլորն են պատրաստվում ծանր 2026 թվականին։ Ապուրը եփվում է, հա, դեռ եռման չի հասել, եռումը մենք կտեսնենք փետրվար ամսից սկսած։ Տարածաշրջանում հակամարտությունների սրման բարձր մակարդակ է կանխատեսում արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիք Աղաջանյանը։ Ծանր է լինելու հատկապես առաջին կիսամյակը։ Եթե անգամ պատերազմ չլինի, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները անխուսափելի են շատ վերլուծաբանների կարծիքով։ Մինչև հունիս-հուլիս ամիս բավականին ծանր է լինելու աշխարհի համար։ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հնարավոր թեժացման մասին գրում է նաև էկոնոմիստ պարբերականը։ Իր հայտնի «Աշխարհն առաջ 2026» շարքում հեղինակավոր թերթը 7 հնարավոր հակամարտություն է նշել, որոնցից սրման բարձր ռիսկում է հայ-ադրբեջանական չլուծված լարվածությունը։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հնարավոր թեժ գործողությունները տարածաշրջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու կամ ընդհանրապես չեզոքացնելու եւ Իրանին նեղը գցելու սցենարի հանգուցային կետն է լինելու։ Այսինքն դրա շահառուն արևմուտքն է վերլուծաբանների պնդմամբ։ Դրա համար շատ հարմար պատրվակ է որոշակի փոքր մասշտաբի գործողություններ ռազմական Հայաստան-Ադրբեջան սահմանին, որը երկու վեկտորով հարված կհասցնի Ռուսաստանին եւ Իրանին։ Կմիջամտի թե ոչ Ռուսաստանը այդ բախումներին։ Երկու քարի արանքում է հայտնվելու Մոսկվան Աղաջանյանի կարծիքով։ Ռուսաստանին, եթե Ռուսաստանը ներգրավեց պաշտպանական գործողությունների մեջ, որը բխում է իր Հայաստանի հետ ունեցած պայմանագրի դրույթներից, ապա ստացվում է երկրորդ ճակատ է բացվում։ Եվ դրան կզուգահեռվի արդեն մնացած դաշտերում, թեժկետերում հարձակումների եւ ամբողջ շղթայի գործարկումը մինչեւ Բալթյան ծով։ Իսկ եթե Ռուսաստանը չօգնի Հայաստանին, կարող է հավաքել իրերը։ Եթե ռուսական կողմը զերծ մնա գործողություններից, ապա մեր իշխանությունը ձեռքին գործիք են տալու ասելու, որ պայմանագրային հանձնառությունները չեք կատարում, ճամպրուկները հավաքեք, բազայով հանդերձ դուրս եկեք։ Նույնը Իրանին է սպառնում։ Եթե Իրանը միջամտեց Ադրբեջանին, այսպես ասած, ճակերտավոր լեգիտիմ հիմք է տալու հարձակում սկսելու Իրանի հյուսիսային հատվածներից, երկրորդ ճակատ բացելու փաստացություն, որը նաև զուգահեռվելու է իսրայելյան գործողությունների շարքին, որին այս անգամ իրենք փորձում են մասնակից դարձնել արդեն նաև Սիրիայում իշխանության եկած ահաբեկչական խմբավորումների։ Իրանի գործողությունները հարվածելու են Թեհրանին։ Անգործությունը արժանալու է առնվազն երկրի հյուսիսային հատվածի հանձնում թուրքական գործոնին, նկատում է Աղաջանյանը։ Այսինքն այս ամբողջ սցենարը ոչ միտեղ չի անհետացել։ Սրա տարբեր քայլերի դրսևորումները մենք ժամանակի այս վերջին մի քանի տարիների ընթացքում տեսել ենք հատվածական։ Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ու վաղը աշխատանքային այցով Լոնդոնում է լինելու։ Արմեն Գրիգորյանի գրասենյակը հայտնում է, որ երկկողմ հանդիպումներ են լինելու։ Ում հետ, ինչ նպատակով, ինչ թեմաներ են քննարկվելու, չեն հայտնում։ Զյունիք Աղաջանյանի կարծիքով Հայաստանի իշխանության կարկառուն ներկայացուցիչը բրիտանական կողմի հետ քննարկելու է, թե ինչպես անել, որ Հայաստանի նոր զիջումները Հայաստանի հանրությունը հեշտությամբ մարսի։ Մեր իշխանությունները այսպես գեղեցիկ փաթեթավորած դրել են այդ աշխարհի գերտերությունների բախման կիզակետում եւ մեր տարածքը դարձրել են այսպես ոտատակի լաթի նման, հա, որով անցնի դառնա ինչ որ մի հարվածի տակ դնի, մենք բնականաբար չենք կարող խուսափել այդ գործողություններից եւ ես ենթադրում եմ, որ այդ գործողությունների ծրագրային համաձայնեցումը այս օրերին ընթանում է։ 2026 թվականին հանգուցալուծվելու է այն, ինչ նախատեսված էր ավարտին հասցնել 2020 թվականին։ Հայաստանի ազգային շահերի հաշվին փոխել Հարավային Կովկասի վեկտորը։ 5 տարի առաջ այդ ծրագիրը Հայաստանում բախվում էր փողոցային ընդվզումների։ Թերեզա Կադաևչյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։